Շնորհակալություն, վերջում կհնչեցնեմ խոսքս ավարտելուց, հարգելի գործընկերներ, մի քանի արձանագրում։ Նախ պարոն Մինասյան, ճիշտ լսեցի, որ ասում եք ձեր իշխանության ժամանակ ոչ մի պետական միջոցառում անկախության օրվան եղել է եւ ասեմ ավելին, ես հիշում եմ, որ ամեն անկախության օրը ինչ որ միջոցառում անելուց հակառակը քննադատություններ են լինում, թե ինչի եք անում, մենք պետք է սքանք եւ այլն։ Չեմ ասում ձեր կողմից, որ շրջանակներ, բայց լավ չեմ ուզում մենք հիմա քաղաքականացնել քննարկումը, նախագծի մասին եմ ուզում խոսել։ Մի քանի բան ֆիքսենք։ Մենք չենք առաջարկում ընդունել սքո օր։ Մենք առաջարկում ենք ընդունել հիշատակի օր, հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։ Մենք չենք առաջարկում ընդունել կամ ստեղծել օր գերեզման գնալու համար միայն։ Մենք առաջարկում ենք ընդունել կամ ստեղծել օր, որի ընթացքում մարդիկ եւ պետական պաշտոնյաները եւ մարդիկ կայցելեն Եռաբլուր կամ այլ բնակավայրերի համապատասխան տեղեր։ Երբ զոհվածների հարազատները, բարեկամները, ընկերները կգնան գերեզմաններ եւ ոչ միայն այդ օրը, բնականաբար, սա չի նշանակում փոխարինել այլ օրերը այս օրը։ Երբ դպրոցականները կայցելեն գերեզմաններ, երբ հատուկ դասեր կարող են լինել, կամ այդ օրվան նախորդող շրջանում կարող են դպրոցականներին տնային հանձնարարություններ տրվել, որ օրինակ շահադրություններ գրեն ինչ որ կոնկրետ հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսի մասին եւ այսպես շարունակ։ Երբ որ հեռուստաընկերությունները ռեպորտաժներ կպատրաստեն, ընդհանուր, այսինքն օր, երբ որ մենք կհիշենք զոհերին, զոհվածներին հայրենիքի պաշտպանության համար, կփառաբանենք նրանց, կխոնարհվենք նրանց հիշատակի առաջ, ու այսպես շարունակ։ Հաջորդը ես մեկը չեմ հասկանում, նախ շատ շնորհակալ եմ ձեր քննարկմանը մասնակցության համար, իրոք կարևորում եմ դա եւ ամենայն անկեղծությամբ եմ սա ասում, շատ օգտակար է այս քննարկումը։ Բայց ձեր փաստարկը միևնույնն է չեմ հասկանում, որովհետեւ ասում եք մեզ պետք է առանձին օր, առանձին օր է։ Այո, հունվարի 27-ը հունվարի 28-ին նախորդող օրն է, բայց ինքը միևնույն է, առանձին օր է։ Բացի դրանից, ասում եք սխալ է կապել բանակի օրվա հետ։ Նախ ինչպես արդեն նշեցի, միակ կապը բանակի օրվա հետ այն է, որ այն նախորդում է բանակի օրվան, բայց ուզենք թե չուզենք, հայրենիքի պաշտպանության համար զոհվելը ուղիղ անառարկելի կապի մեջ է բանակի հետ, որովհետև հայրենիքի պաշտպանությունը անկախ պետություններում իրականացվում է բանակի կազմում, ընդ որում անկախ նրանից դու պրոֆեսիոնալ զինծառայող ես, զորակոչված զինծառայող ես, մոբ ռեսուրսից ես, կամավոր ես, ոստիկան ես, հրշեջ ես, դու մեկը այդ պահին, եթե ծառայում ես, դու ծառայում ես զինված ուժերի կազմում։ Այո, կարող է դու պաշտոնապես նույնիսկ զորակոչված չլինես, մոբից չլինես, կամավոր չլինես, այդ պահին հովիվ լինես եւ այնպես ստացվի, որ զենքը ձեռքիդ կամ դանակը ձեռքիդ մասնակցես հայրենիքի պաշտպանությանը, գուցե ֆորմալ առումով այդ պահին դու բանակի մաս չես, բայց իրական բովանդակային առումով դու էլի բանակի մաս ես։ Ի վերջո կարող պահ լինի, որ ամբողջ ժողովուրդն է բանակ։ Հուսանք այդ պահը եւ դրա կարիքը չի լինի, եւ հիմա էլ ավելի վստահություն կա, քանի որ հաստատվել է խաղաղություն, բայց նկատի ունեմ կապը ակնհայտ է հայրենիքի համար, պաշտպանության համար կռվելու եւ բանակի միջև կապը ակնհայտ է, այստեղ որևէ խնդիր չկա։ Բայց այնուամենայնիվ, եւ ամենակարևոր, պարոն Վարդանյան, իրոք շատ կարևոր բան եք ասում, որ մեզ պետք է սիմվոլ, ես դրա մասին նույնպես մտածել եմ, իրոք կան օրինակ բրիտանական օրինակը, ինչ շատ դուր է գալիս, իրենք ունեն հիշատակի օր, այդ հիշատակի օրվանը նախորդող, չգիտեմ, մի ամիս թե նույնիսկ ավել, այսպիսի կակաչ կա կարմիր, իրենց բաճկոնների վրա կրում են, իհարկե ես ինձ վրա պատասխանատվություն չէի վերցնի էսթետիկ եւ կամ գաղափարական նման բան առաջարկելու, բայց օրինակ ուրախ կլինեմ, որ հանրության շրջանում տարբեր մարդիկ, եթե ինչ-որ սիմվոլի առաջարկներ ունենան, անպայման չի դա լինի ծաղկի սիմվոլ, ցանկացած սիմվոլ, որը կարտահայտի օրվա խորհուրդը, կարող են գրել ինձ կամ պարոն Նազարյանին, մեծ հաճույքով կդիտարկենք։ Անդառնալով օրվա անվանմանը,
ի սկզբանե մենք առաջարկել ենք սահմանել հիշատակի եւ խոնարհումի օր, այսպես էր անվանում, հիշատակի եւ խոնարհումի օր։ Բայց քննարկումների արդյունքում ինչ պարզվեց, որ նախ կառավարությունը կարծում է, որ պետք է հստակեցնել, թե ում հիշատակի մասն է խոսքը, որտեղ թե ասում ես, մենք ինչ ենք կարծում, որ անվանումը թող լինի հիշատակի եւ խոնարհումի օր կարճ, իսկ ավանդույթի ուժով, այդ թվում մեր նախագծում հիմնավորման ուժով բարձ կլինի, որ խոսքը հայրենիքի պաշտպանության համար զոհվածների մասին է։ Բայց կառավարությունը առաջարկում էր ավելի հստակեցնել նաև հանրային ազգությունից։ Իդեպ որևէ խնդիր չկա, որ ինչ-որ մեկի ծնողները հրյա են, բայց դա իմ դեպքը չէ։ Եվ հետևաբար, հարգելի գործընկերներ, մենք հանգեցինք, որ ավելի լավ կլինի մենք նշենք անվանումը հետևյալ կերպ հնչի հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր, այդ թվում, որովհետև 2000 թվականին ընդունված եւ մինչ օրս գործող օրենքը Հայաստանի Հանրապետության ներողություն հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման մասին օրենքը հենց այդ անունն էլ օգտագործում է եւ որպեսզի արդեն վեճ չառաջանա թե այսպես թե այնպես անվանումը հիմնել ենք այդ օրենքի եզրույթի վրա եւ հետեւաբար խնդրում եմ եւ նաեւ բայց միևնույն ժամանակ պարոն Մինասյան ինչպես ասացի պատրաստ ենք քննարկել եթե հնչի փաստարկ հիմնավոր թե ինչի այլ օր պետք է լինի պատրաստ ենք քննարկել եւ մենք պատրաստողականություն հայտնել ենք քննարկել եթե հնչի փաստարկ որ կոնկրետ այս օրը ավելի լավ է եւ աշխատանքային կարգով քննարկենք գիտեք որ ես մեծ հաճույքով ձեր հետ աշխատանքային քննարկումներ միշտ պատրաստ եմ անցկացնել պարոն Նազարյանը կարծում եմ նույնպես եւ հետեւաբար առաջարկում եմ քվեարկության դնել մեր լրամշակած առաջարկով քանի որ կառավարության առաջարկը ընդունել ենք մասնակի այսինքն անվանումը Այսինքն հոդված 1.2 հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր նշվում է հունվարի 27-ին ոչ աշխատանքային օր եւ կամ մեկ տեխնիկական փոփոխություն ոչ բովանդակային ցես բաժանված է։ Դա հաշվի առնելով խնդրում եմ դժնել քվեարկել։